Այսօրվա հետ կապված տեսեք ոստիկանական զորքը փակել էր ճանապարհները եւ հասարակ քաղաքացիները տևական ժամանակը 2 ժամից ավել չէին կարողանում բարձրանալ այս առումով ինչ կարող եք ասել միթե կառավարությունը այդքան անհանգստացած Դա կարծում եմ իմ իրավասության շրջանակներում չի եւ ես դրա հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ եւ չեմ էլ տեսել այդ իրավիճակը բայց զուտ անհարմար չի երբ որ դուք ձեզ համար այստեղ ազատ շրջում եք իսկ քաղաքացիները այնտեղ ես այդ հարցերով չեմ զբաղվում եւ կարծում եմ տեղին չի ինձ տնտեսակի հարցեր իսկ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վերաբերյալ ինչ կարող եք ասել նաեւ դատապարտյալների նկատմամբ այդ վենդետաները վերաբերմունքը Դա արդեն ձեր հարցի մեջ որոշակի իրավապաշտպաններն են այդպես ահազանգում դրա համար մեջ են բերում ցանկացած գործի վերաբերյալ իրականացվում է քննության արդյունքներով կպարզվի իրականությունը Ձեզ համար պարզ է թե ինչպես է տեղի ունեցել հայոց ցեղասպանությունը եւ ովքեր են մեղավոր եւ արդյոք կիսում եք Նիկոլ Փաշինյանի այն տեսակետը որ անհրաժեշտ է հասկանալ թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին եւ այդ հարցը ինչպես է հայտնվել օրակարգ Այդ հարցը եւս ինձ վերաբերելի չի եթե ունեք քրեակատարական ծառայություն ես հիմա ինձ որպես անձնական կարծիք որպես անձ չեք մոտեցել որպես պետական պաշտոնյա եք մոտեցել եւ խնդրում եմ Գործընկերուհիս ուղղակի ուզում է ասել ձեզ համար ցեղասպանության հետ կապված ամեն ինչ ընկալելի է անհրաժեշտություն չկա որ ձեզ անուն ազգանունով այսպես բերեն ապացուցեն նորից ես նույն պատասխանը կտամ, խնդրում եմ ինձ վերաբերելի հարցադրումներ։ Այսօր գտնվում եք Տիզեր հակաբերդի հուշահամալիրում եւ սա նաեւ ուղերձ է, որ տեսնում են նաեւ թուրքերը։ Կարող են սա որպես սադրանք ընկալել, որ Հայաստանի պաշտոնյա։ Եկեք, ես քաղաքական անձ չեմ, ես պետական պաշտոնյա եմ եւ ղեկավարում եմ քրեակատարական ծառայությունը, քաղաքական բնույթի, դիվանագիտական բնույթի հարցեր խնդրում եմ ինձ մի։ Այսինքն ձևի համար չեք, այստեղ շատ ուղիղ հարցն եմ։ Եթե ձեզ համար ամեն ինչ ընկալելի է, ապա պարզապես ձևի համար այստեղ չեք, բայց եթե ձեզ համար հարցեր կան, մարդկանց մոտ կարող է լինել ընկալում, որ ձևի համար եք այստեղ։ Որ մարդկանց մոտ ընկալում կարող է տես լինել։ Օրինակ լրագրողների մոտ կարող է նաև այդպես լինել, մեծ դիտողների կարող է առաջանալ, որովհետեւ շատ լավ դուք ունեք հարցնում եմ։ Դուք ունեք ձեր կարծիք։ Ես նորից նույն պատասխանը ձեզ կարող եմ տալ։ Կա հարց, որը որ վերաբերում է քրեակատարական ծառայությանը։ Հիմնարկներում այնպես չի, որ այնտեղ իրավասպանության Հիմա որ այդ մասին շրջանի մոտ քրեակատարական ծառայությունից հարց։ Դուք հարցեր եք տալիս դիվանագիտական բնույթի, քաղաքական բնույթի, որը որ իմ իրավասության շրջանակներում չի պատասխանել եւ ես իմ անձնական կարծիքը ինքերներիս հետ եմ քննարկում եւ ոչ թե այս տեսակի հարթակներում։ Միանշանակ իմ համար շատ սա կարևոր եւ Հայաստանի պատմության համար շատ ողբերգական դեպք է, որը որ մենք այստեղ փորձում ենք մեր տեղի ունեցել այդ ողբերգական դեպքը։ Հիմա մենք պատմական հարցեր ենք այստեղ քննարկելու։ Ես ճանաչումը առաջնահերթություն չէ, դες համար եւս առաջնահերթ։ Ես նորից ասում եմ, դա անձնական բնույթի արդեն հարցեր եք տալիս, իմ իրավասության շրջանակներում չի գտնվում այդ տեսակ հարցերին։ Ինչ նշանակում անձնական Նաև քրեակատարական այլ հարցեր ունենք ձեզ համակարգում կարծես թե չեն ընկալում ինչ խնդիր կա Ես ուզում եմ հասկանամ որտեղից է այդ ընկալումները Նաև մամուլի հրապարակումներին հետևելով եմ ես այս հարցադրումը Ես այդպիսի վերաբերմունք չընկալվելու, չընկալված գալու զգացողություն չեմ ունենում համակարգում, այնպես որ կարծում եմ մամուլի հրապարակումները խիստ սուբյեկտիվ են եւ նպատակ ունեն այդ տեսակ Եթե դուք Սրփոյի Գալյանի ընկերուհին չլինեիք, հաստատ այդ պաշտոնին չէիք լինի, որովհետեւ նախկինում որևէ տեղ ձեզ չեք տեսել։ Ես նախկինում ղեկավարել եմ սոցիալ-հոգեբանական իրավական աշխատանքները քրեակատարական ծառայության դուք չեք տեսելը դա էլի դեր սուբյեկտիվ հարցն է Եթե Սրփոյի Գալյանի ընկերուհին չլինեիք, այդ պաշտոնին չէիք լինի։ Ես չեմ կարող ոչինչ ասել դրա հետ կապված հասարակությունը իրավունք ունի ցանկացած ձև մեկնաբանի ցանկացած գործընթաց Ես իհարկե ես իմ անձնական կարծիքն եք եթե հարցնում միանշանակ հերքում եմ դա որովհետև արդեն քրեակատարողական ոլորտի հետ կապված հարցեր եք Ինքնասպանության դեպքերի հետ կապված տարբեր հասարակական կազմակերպություններ իրավասու անձինք հայտարարում են որ այդ վիճակագրությունը
ինքնասպանության ավելանում է եւ այդ ուղղությամբ ձեր ղեկավարության տակ գտնվող հիմնարկի փորձների աշխատանքները բավարար չեն գնահատում, ինչու չի հաջողվում ձեզ այս խնդիրը լուծել։ Միանշանակ դա մեր համար եւս խնդրային իրավիճակ է քրեակատվական հիմնարկներում։ Մենք շատ գործոններ կան, որոնք որ նպաստում են այս տեսակ դեպքերի։ Նախ ի սկզբանե այդ քրեակատվական հիմնարկում մեծ է հոգեկան առողջության խնդիրներով անձանց քանակը։ Մենք արդեն ունենք վիճակագրական տվյալներ եւ բացի այդ քրեակատվական հիմնարկը ինքնին արդեն ստրեսային իրավիճակ է առաջացնում անձանց համար եւ այդ հոգեկան առողջության խնդիրները եւ մնացած հոգեբանական խնդիրները ավելի սրվում են քրեակատվական հիմնարկներում։ Այլ հարց է թե մենք ինչ խնդիրներ ունենք սրա հետ կապված։ Մենք մեծ աշխատանքներ ենք հիմա տանում թե հոգեբանական գործոնները, հոգեբանական աշխատանքը ակտիվացնելու, թե անվտանգային գործոնները ակտիվացնելու եւ մեր համար եւս խնդրային իրավիճակ է եւ մենք փորձում ենք այս ուղղությամբ աշխատանքներ տանել եւ մեր խնդիրները լուծելով փորձել այս դեպքերը կանխարգելել։ Իսկ հրապատարողականում տեղի ունեցած այդ դեպքը, որի ժամանակ դատապարտյալներին ծեծեցին, այդ դեպքը ձեր դեմ սաբոտաժ համարում եք, թե չէ, որովհետեւ մամուլում կար նաեւ վերլուծություն, որ ձեր տակը, այսպես ասած, փորում են ներքին օղակները։ Միանշանակ դա իրավիճակային ինչ-որ դեպք է եղել եւ իմ հետ ես ընդհանրապես չեմ կապում։ Իսկ ինչ վերաբերվում է այդ ձեր որակմանը, ծեծին, եւս դրա հետ կապված քրեական գործեր են հարուցվել եւ քրեական գործի քննության արդյունքով մենք կհասկանանք, թե դա եղել է ծեծ, դա եղել է ֆիզիկական ուժի որոշակի սահմանազանցում, թե սովորական արձագանք է եղել քրեակատվական համակարգի կողմից։ Ժաննա Ալեքսանյանն ասաց, գցել են գետնին վրայով անքայլել են։ Ժաննա Ալեքսանյանը այնտեղ չի եղել իմ տեղեկություններով։ Իրան ահազանգել են, այո, դրա համար հիմա քրեական գործեր են հարուցվել եւ այդ քրեական գործի Ինչու է դատապարտյալները անընդհատ հացադուլ հայտարարում, ջրադուլ հայտարարում, բողոքում, զանգում ջրագրողներին բողոքում իրավիճակն ինչ է կատարվում առհասարակ, ինչու են խնդիրները։ Դա ոչ թե իմ կարծիքն է, այլ մենք վերլուծություն ենք անում ամեն տարի, տարբեր են պատճառները, պատճառներից մեկը բժշկական հարցերն են, մյուսը քրեական հիմնականում կալանավորված անձանց մասով են այս դեպքերը լինում, քրեական գործի հետ կապված անհամաձայնությունները եւ նաեւ լինում են քրեակատվական համակարգի կողմից խնդիր չկա։ Կա իհարկե կա պահման Վարուժան պայմաններ։ Ավետիսյանը, եթե չեմ սխալվում, ընկերոջ հետ միասին բավականին ծավալուն զեկույց էին հրապարակել։ Վարուժան Ավետիսյանի զեկույցի վերաբերյալ ինչ կարող եք ասել այնտեղ տեղ գտած հայտարարությունների։ Մենք ուսումնասիրում ենք այս պահին զեկույցը եւ այս պահին ուսումնասիրում ենք եւ ըստ կետերի մենք դրան կանրադառնանք անպայման։ Սուտ չէ ձեր տարածած հաղորդագրությունը առայն որ անկողիններ էին այրել դատապարտյալները, որովհետեւ իրենք վստահեցնում իրենք որտեղ որ քնում են հաստատ դա չեն այրի, իմանալը որ ՑՄ ազատազրկված են եւ հավերժ դատապարտյալներից մեկը Սավան էր այրել, որը որ հետագայում արդեն պարզ դարձավ եւ համապատասխան արդեն քրեական գործը ինչպես ասացի հարուցվել եւ դա էլ որպես ապացույց տրվել է նախաքննության մարմնին։ Նաև ձևակերպումներ կային, որ զոն նայողների դեմ ինչ-որ պայքար է ընթանում, փորձում են ցույց տալ նախարարի ձեր գերակայությունը, մասով ինչ կասեք։ Գերակայության ցույց տալու կարծում եմ որևէ խնդիր չկա, սա նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարբերակներից մեկն է։ Բայց մենք տեսնում ենք, որ օրինակ ազատ են արձակվում այնպիսի մարդիկ, ովքեր սպանության պատվիրատու են, որպես նաև հանրության մեջ այդպիսի ընկալում կա, այդպիսի մեղադրանքներ կան։ Հարցը եւս ինձ վերաբերելի չէ։ Չաղ Ռուստամի հետ կապված։ Չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա մեզ վերաբերելի չէ։ Շնորհակալություն։